Բարև ձեզ, չգիտեմ հիշում եք, չեք հիշում, գիտեք, չգիտեք, ես Կարմեն Ղազարյանն եմ և այսօր որոշել եմ ձեզ տեղեկացնեմ մի հետաքրքիր բանի մասին, որը ձեզ կօգնի այս ամառը անցկացնել ավելի հետաքրքիր, դառնաք ավելի ընթերցասեր և միտքը ավելի լավ զարգացնեք։ Մի օր հունիսի 1-ին մայրիկս որոշեց ինձ տենց նվեր անել, ես էլ ուզեցա, որպեսզի գնանք բուքինիստ ու տեղից մի գիրք վերցնենք։ Գնացինք ու պարզվեց, որ գրախանութներում կա մի նախագիծ, դա ամառային ընթերցանության հատուկ նախագիծ է։ Դուք գնում եք մի գիրք և այդ գիրքը կարդում եք, պրծնում եք, հենց պրծնում եք, դա տանում եք վերադարձնում եք և ուրիշ գիրք եք վերցնում, արդեն անվճար, ու մնացած բոլոր գրքերը արդեն անվճար։ Կա նաև սենց օրագիր, դուք պետքա այս QR կոդի միջով գրանցվեք, գրանցվելուց հետո դուք համարվում եք իրական հաճախորդ և դուք իրավունք եք ստանում այդ գրքերը վերցնել։ Այս գրքում տենց նշված են, թե ինչ գրքերից կարող եք օգտվել և դուք կարող եք այստեղ նշումներ անեք, ինչպես օրագրում, օրինակ, թե ինչ գիրք եք կարդացել։ Չզարմանաք, որ ես տենց 10 օրում հունիսի 1-ին գնացել եմ 10 օրում հասցրել եմ կարդամ, պրծնեմ, չէ, դրանք ուղղակի ես կարդացել եմ, ուղղակի պիտի չկայեմ արել, ես μην չզարմանաք էլի։ Ես վերցրել եմ արդեն մի գիրք, Էմիլը և հետախույզները, նրանք դրա վրա հատուկ սենց պիտակ են կպցրել, որպեսզի հասկանամ, որ դա պետքա վերադարձրվի, դա իմ սեփականությունը չի։ Եթե ուզում եմ կարող եմ ինձ պահեմ այդ նախագծից հետո, եթե վերջացնեք ու այլ գիրք չուզենաք վերցնեք կամ ամառը վերջանա, դուք կարող եք գնաք և ինչ-որ գիրք ընտրեք, որը ձեզ մնա վերջում, քանի որ դուք այդ սկզբի համար վճարել եք։ Ես արդեն վերջացրել եմ և տանում եմ, որպեսզի հանձնեմ, վերջացրել եմ և առաջարկում եմ, որ սրանից էլ կարող եք սկսել, որովհետև այստեղ երեխաները ներգրավում են, սա արկածային է, ուրախ է, հետաքրքիր է, տենց շատ երկար չի, շատ կարճ չէ էլի, 160 էջ։ Շատ հետաքրքիր գիրք է, մի տղայի մասին է, որի անունն է Էմիլը, նրանց ընտանիքը աղքատ է, և նա մի օր գնում է Բեռլին իր հարազատների մոտ, տղան գնում է իր ընկերների հետ, իրենց գողացած փողը հետ է վերադարձնում մի շատ հայտնի գողից և վերջում ստանում է պարգև, թե ինչ մանրամասնություններով, ինչպես է մի քանի 100 երեխայով բռնում գողին, ինչքան օր է տևում, ոնց, ինչպես, երբ, ով էր այդ գողը, ինչքան պարգև ստացավ, այդ ամենը, եթե ուզում եք իմանաք, իհարկե, պետք է վերցնեք գիրքը։ Ես ձեզ ասել եմ, որ ես կարդացել եմ Աստրիդ Լինդգրենի գրած գիրքը լյոնեբերգացի Էմիլի մասին, բայց ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ այս Էմիլը լյոնեբերգացի Էմիլի հետ ընդհանրապես կապ չունի, սա գրել է Էրիխ Քեստները և ընդհանրապես գերմաներենից է թարգմանած, մեկը Աշխեն Բախչինյանը շվեդերենից է թարգմանել, թարգմանողն էլ է ուրիշ, լեզուն էլ է ուրիշ, ուզում եմ տխրացնել ձեզ, բայց տեղեկացնել, որ սա այն Էմիլը չի, բայց այն Էմիլի պես արկածային է։ Մեկը մի քիչ ես օրագրի մասին խոսամ, այստեղ, ինչպես ասացի, նշումներ եք անում, բացի դրանից, ամեն մի գրքի տակ երկու տող կա, որ գրեք, ասենք, դուր եկավ, դուր չեկավ, կուզեք կարդաք, չեք ուզի կարդաք, հրես տեղ, և ամենավերջում մի ահագին տեղ կա, հրես, սենց, մի ահագին տեղ կա, որ դուք կարող եք գրեք, թե ինչ զգացիք այս ամառվա ընթացքում, ձեր զգացողությունները, ձեր մտքերը այս նախագծի մասին և այլն։ Եվ չմոռանաք, եթե ուզում եք այս նախագծից օգտվել, պարտադիր պետք է այս QR կոդը սկաներով դնել, բայց հիմա ցույց չեմ տալիս, որովհետև դուք պետք է անձամբ գնաք և օրագիրը ձեռք բերեք, եթե այդ դեպքում սխալ կլինի, իմ կարծիքով։ Ես մտածում եմ, որ դուք պարտավոր եք այս նախագծից օգտվել, որովհետև այս հնարավորությունը բաց թողնելը ոնց որ կյանքում
կյանքի մի մասնիկը կորցնելն է։ Ես մտածում եմ, որ այս զանգակը, որ սա նախաձեռնել է, սա շատ լավ բան է, որ երեխաներին ներգրավում է, որ իրանք սենց կարդալու են, իրանք ամառվա ընթացքում հետո քննարկելու են, վերջ մոռացել եմ ասեմ։ Այս առաջարկը ձեր կյանքը փոխելու հնարավորություն է։ Նենց որ օգտվեք անպայման։